Մաս երկրորդ. Մեր միտքը, ներածություն։ Բայց մենք ունենք Քրիստոսի, Մեսիայի միտքը, եւ մենք պահում ենք նրա սրտի մտքերը, զգացմունքներն ու նպատակները։ Կորինթացիների առաջին թուղթ 2:16, Amplified թարգմանությունից։ Ինչ է կատարվում քո մտքում։ Արդյոք նկատել եք, որ ձեր միտքը փոփոխվում է։ Երբեմն դուք հանգիստ եք, հանդարտ ու խաղաղ, երբեմն էլ անհանգիստ եւ մտահոգ։ Երբեմն որևէ հարցի շուրջ որոշում եք կայացնում եւ չեք կասկածում դրա ճշտության վրա։ Բայց հետո ձեր միտքը խառնվում է, հենց որ սկսում եք մտածել այն մասին, ինչը նախկինում որևէ կասկած չէր առաջացնում ձեզանում։ Իմ կյանքում էլ են եղել նման պահեր, երբ անցնում էի այս ամենի միջով։ Եղել են պահեր, երբ ինձ թվում էր, թե հեշտությամբ կարող եմ հավատալ Աստծուն, բայց եղել են նաև պահեր, երբ կասկածներն ու անհավատությունն անխղճորեն հալածել են ինձ։ Տեսնելով, թե որքան տարբեր կարող է լինել իմ միտքը, ես սկսեցի քննել, թե դրանցից որն է ճիշտ եւ որն է սխալ։ Ես ուզում էի հասկանալ դա, որպեսզի ճանաչելով իմ սխալ մտածելակերպը, անմիջապես հրաժարվեի դրանից։ Օրինակ, քննադատող, դատապարտող եւ կասկածող մտքերը հավատացյալի համար հանդիսանում են աննորմալ երևույթներ։ Սակայն իմ կյանքի մեծ մասը ես այդ երևույթները համարել եմ նորմալ։ Ես պարզապես սովորել էի դրանց։ Ու թեև սխալ մտածելակերպ ունեի, որի պատճառով իմ կյանքում առաջանում էին բազմաթիվ խնդիրներ, ես չէի հասկանում, թե ինչ սխալ բան կա իմ մտածածի մեջ։ Ես չգիտեի, որ կարող եմ վերահսկել իմ մտքերը։ Լինելով երկար տարիների հավատացյալ, ես պատկերացում անգամ չեմ ունեցել, թե հավատացյալն ինչպես պետք է մտածի եւ թե ինչ վիճակում պետք է լինեն նրա մտքերը։ Մեր միտքը չի վերածնվում մեր հոգու վերստին ծնունդի ժամանակ։ Այն պետք է նորոգման ճանապարհ անցնի։ Այս մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 12:2-ում։ Ինչպես արդեն ասացի, մտքի նորոգումը ժամանակ է պահանջում։ Մի հուսահատվեք, եթե լսեք այս աուդիո գրքի հաջորդ գլուխները եւ տեսնեք, որ Հիսուս Քրիստոսին որպես փրկիչ հռչակած մարդու համար ձեր միտքը հիմնականում աննորմալ վիճակում է։ Մտքի վերականգնման գործընթացի առաջին քայլը խնդիրը հասկանալն է։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ընդամենը մի քանի տարի առաջ ես առավել լրջորեն սկսեցի վերաբերվել Տիրոջ հետ ունեցած իմ փոխհարաբերություններին։ Եվ հենց այդ ժամանակ Աստված սկսեց բացել ինձ այն, որ մեծ մասամբ խնդիրներից հիմքում ընկած է իմ սխալ մտածելակերպը։ Իմ ուղեղում կատարյալ քաոս էր։ Ես ընդհանրապես կասկածում էի, որ իմ ուղեղը երբևէ եղել է լավ վիճակում, իսկ եթե նույնիսկ եղել է, ապա կարճ ժամանակով։ Երբ հասկացա, թե որքան է արմատացել ինձանում սխալ մտածելակերպը, ես սարսափեցի։ Ես փորձում էի ոչնչացնել սխալ մտքերը, որոնք թափանցում էին իմ գիտակցության մեջ, բայց դրանք անմիջապես վերադառնում էին։ Սակայն կամաց-կամաց ես դրանցից ազատվեցի։ Սատանան ագրեսիվ կերպով պայքարում է քո մտքի նորոգման դեմ, բայց դու էլ քո հերթին պետք է շարունակես հակառակվել եւ աղոթել։ Դու պետք է սովորես պայքարել այս բնագավառում այնքան, մինչև որ կատարյալ հաղթանակ ունենաս։ Երբ է քո միտքը լավ վիճակում, արդյոք կարող ենք թույլ տալ մեր մտքերին թափառել ամենուրեք, թե պետք է դրանք պահենք հսկողության տակ։ Կարող ենք մեզ թույլ տալ լինել հիասթափված կամ շփոթված, թե պետք է ունենանք հոգու խաղաղություն եւ վստահություն առ այն, որ ճիշտ ուղղություն ենք ընտրել մեր կյանքում։ Արդյոք կարող են կասկածները, անհավատությունը, անհանգստությունը, հոգսերն ու վախը տիրել մեր մտքում, թե մենք, որպես Աստծո զավակներ, մեր բոլոր հոգսերը նրան հանձնելու առավելություն ունենք։ Այս մասին կարող ես կարդալ Պետրոսի առաջին թղթի 5:7-ում։ Աստծո խոսքում ասվում է, որ մենք Քրիստոսի միտքն ունենք։ Ինչ եք կարծում, ինչպիսին էր Հիսուսի միտքը, երբ նա ապրում էր երկրի վրա, լինելով ոչ միայն Աստծո որդի, այլ նաև մարդու որդի։ Աղոթքով սկսեք կարդալ այս գրքի հաջորդ մասերը։ Ես հավատում եմ, որ դուք կսովորեք տարբերել այն մարդու մտքի նորմալ եւ աննորմալ վիճակը, ով հանդիսանում է Հիսուսի աշակերտը եւ ով որոշել է ապրել հաղթական կյանքով։ Գլուխ 8. Երբ է իմ միտքը լավ վիճակում։ Որովհետև ես միշտ աղոթում եմ Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Փառքի Հորը, որ նա կարող է տալ ձեզ իմաստության եւ հայտնության հոգին, որի մեջ է առեղծվածն ու գաղտնիքը, իրեն խորապես եւ սերտորեն ճանաչելու գիտությունը, ունենալով ձեր սրտի աչքերը լույսով ողողված այնպես, որ կարելի լինի իմանալ եւ հասկանալ այն հույսը, որով նա կանչել է ձեզ, եւ թե որքան հարուստ է նրա փառավոր ժառանգությունը սրբերում, նրա առանձնացրածների մեջ։ Եփեսացիների 1:17 եւ 18 խոսքեր, Amplified թարգմանությունից։
Ուշադրություն դարձրեք, որ Պողոսն աղոթում է, որպեսզի մենք իմաստություն ստանանք, մեր սրտի աչքերը լույսով ողողելու միջոցով։ Աստվածաշնչյան մի քանի գրությունների վրա հիմնվելով ես մարդկանց սովորեցրել եմ, որ օգտագործելով մեր սրտի աչքերը արտահայտությունը նկատի ունեմ մարդկային միտքը։ Ինչպիսի վիճակում պետք է լինի քրիստոնյայի միտքը։ Այլ կերպ ասած, հավատացյալի մտքի ինչպիսի վիճակն է համարվում նորմալ։ Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է դիտարկել մտքի եւ հոգու տարբեր ֆունկցիաները։ Աստծո խոսքի համաձայն միտքն ու հոգին աշխատում են միասին։ Սա այն է, ինչը ես անվանում եմ հոգուն աջակցող մտքի սկզբունք։ Այս սկզբունքը լավ հասկանալու համար տեսնենք, թե ինչպես է այն գործում հավատացյալի կյանքում։ Հոգուն աջակցող մտքի սկզբունքը։ Իսկ ով գիտի, ընկալում եւ հասկանում է, թե ինչ է անցնում մարդու մտքերով, բայց միայն մարդու ներսում եղող հոգին։ Բացի այդ, ոչ ոք չի տարբերում, չի կարողանում իմանալ եւ հասկանալ Աստծո մտքերը, բայց միայն Աստծո հոգին։ Օրընթացիների առաջին թուղթ 2:11 խոսք, Amplified թարգմանությունից։ Երբ մարդն ընդունում է Քրիստոսին որպես իր փրկիչ, նրանում սկսում է բնակվել Սուրբ Հոգին։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին գիտի Աստծո մտքերը։ Ինչպես մարդու ներսում գտնվող հոգին է միակը, ով գիտի մարդու մտքերը, այնպես էլ Աստծո հոգին է միակը, ով գիտի Աստծո մտքերը։ Քանի որ Սուրբ Հոգին բնակվում է մեր ներսում եւ քանի որ նրան հայտնի են Աստծո մտքերը, նրա նպատակներից մեկն է բացահայտել մեզ Աստծո իմաստությունն ու հայտնությունները։ Այդ իմաստությունն ու հայտնությունները ներդրվում են մեր հոգում, որից հետո մեր հոգին լուսավորում է մեր սրտի աչքերը, այսինքն մեր միտքը։ Այսպես վարվելով Սուրբ Հոգին օգնում է մեզ ֆիզիկական մակարդակում հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ հոգևոր մակարդակում։ Նորմալ թե աննորմալ։ Լինելով հավատացյալներ, մենք, ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական արարածներ ենք։ Ֆիզիկական արարածը միշտ չէ, որ հասկանում է հոգևորը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի մեր միտքը լուսավորված լինի եւ կարողանա տեսնել այն, ինչ տեղի է ունենում մեր հոգում։ Սուրբ Հոգին ցանկանում է լուսավորել մեզ, սակայն հաճախ միտքը բաց է թողնում այն, ինչը հոգին փորձում է հայտնել, որովհետև ուղեղը բավականին լի է այլ մտքերով։ Մտքի գերզբաղվածությունը նորմալ չէ։ Մտքի նորմալ վիճակ է համարվում հանգստությունը, ոչ թե դատարկությունը։ Պետք չէ միտքը ծանրաբեռնել ավելորդ մտածմունքներով, հոգսերով, անհանգստություններով, վախով եւ այլ բաներով։ Այն պետք է լինի հանգիստ, հանդարտ վիճակում։ Սույն աուդիոգրքի երկրորդ մասը լսելու ընթացքում դուք կհանդիպեք մտքի վիճակի այն նկարագրությանը, որը համարվում է աննորմալ, եւ միգուցե դուք ստիպված լինեք ընդունել, որ շատ հաճախ ձեր միտքը հենց այդպիսի վիճակում է։ Կարևոր է հասկանալ, որ միտքը պետք է պահել նորմալ վիճակում, որը նկարագրված է այս գլխում։ Համեմատեք սա ձեր մտքի սովորական վիճակի հետ եւ ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու եք այդքան քիչ հայտնություններ ստանում Սուրբ Հոգուց եւ շատ հաճախ իմաստության պակաս զգում։ Հիշեք, Սուրբ Հոգին անդադար փորձում է լուսավորել հավատացյալի միտքը։ Նա տեղեկությունները փոխանցում է Աստծուց մարդու հոգուն, եւ եթե մարդու միտքն օգնում է հոգուն, ապա նա կկարողանա քայլել աստվածային իմաստության եւ հայտնության մեջ։ Բայց եթե մարդու միտքը զբաղված է այլ բաներով, ապա նա բաց կթողնի այն ամենը, ինչ Տերը փորձում է հայտնել նրան իր իսկ հոգու միջոցով։ Հանգիստ մեղմ ձայնը։ Եվ նա ասաց. «Գնա եւ կանգնիր լեռան վրա, Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերն անցավ եւ մեծ ու ուժեղ քամի փչեց լեռներին եւ ջախջախեց ժայռերը Տիրոջ առջև։ Սակայն Տերը քամու մեջ չէր։ Քամուց հետո երկրաշարժ եղավ, սակայն Տերը երկրաշարժի մեջ չէր։ Եվ երկրաշարժից հետո կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր։ Կրակից հետո մեղմ, խաղաղություն եւ հանգիստ ցածր ձայն։ Թագավորաց 3-րդ գիրք 19, 11 եւ 12 խոսքեր, King James թարգմանությունից։ Տարիներ շարունակ ես աղոթում եւ խնդրում էի Աստծուն, որ ինձանում բնակվող Սուրբ Հոգին ինձ հայտնություններ տա։ Ես գիտեի, որ իմ խնդրանքը համապատասխանում է Աստվածաշնչին։ Ես հավատում էի խոսքին եւ չէի կասկածում, որ խնդրանքս կստանամ։ Թեպետ հաճախ ինձ զգում էի հոգեվոր հիմար, եթե իհարկե կարելի է այսպես ասել։ Հետո հասկացա, որ հայտնություններ ստանալու արգելքների պատճառն իմ միտքն էր, որն անսանձ էր եւ լի ոչ պետքական մտքերով։ Դա խանգարում էր ինձ եւ ես բաց էի թողնում հոգուց եկող մտքերը։ Պատկերացրեք, որ մի սենյակում կա երկու հոգի։ Մեկը շշուկով ինչ որ գաղտնիք է ասում մյուսին,
Եթե սենյակում աղմուկ լինի, ապա չնայած այն հանգամանքին, որ տեղեկություն է փոխանցվում, լսողը չի կարողանա այն ստանալ, որովհետև աղմուկը կխանգարի նրան։ Եթե նա շատ ուշադիր չլինի, ապա կարող է նույնիսկ չնկատել, որ փորձում են իրեն ինչ-որ բան ասել։ Ճիշտ այսպես էլ տեղի է ունենում Աստծո հոգու եւ մեր հոգու միջև շփումը։ Սուրբ Հոգին բավականին մեղմ է աշխատում։ Շատ դեպքերում նա մեզ հետ խոսում է այնպես, ինչպես Եղիա մարգարեի հետ հանգիստ եւ նուրբ ձայնով։ Ահա թե ինչու մենք պետք է սովորենք պահպանել մեր լսելու կարողությունը։ Հոգին եւ միտքը։ Ուրեմն ինչ, աղոթեմ հոգով, իմ մեջ բնակվող Սուրբ Հոգով, բայց նաև աղոթեմ խելամտորեն մտքով եւ հասկացողությամբ։ Կորինթացիների առաջին թուղթ 14:15 Amplified թարգմանությունից։ Երբեմն ավելի հեշտ է հասկանալ հոգուն աջակցող մտքի սկզբունքը աղոթքի օրինակով։ Այս խոսքում Պողոս առաքյալն ասում է, որ նա աղոթում է եւ հոգով, եւ մտքով։ Ինձ համար հասկանալի են Պողոսի ասածները, քանի որ ինքս եմ վարվում այդ կերպ։ Հաճախ ես աղոթում եմ հոգով, Սուրբ Հոգու լեզվով։ Հետո միգուցե իմ մտքում գալիս է որևէ կարիք, որի համար հարկավոր է լինում աղոթել անգլերենով, իմ մայրենի լեզվով։ Ես համարում եմ, որ այսպիսով միտքն օգնում է հոգուն։ Նրանք համագործակցում են, որպեսզի Աստծո գիտությունն ու իմաստությունը դառնան ինձ հայտնի եւ հասկանալի։ Սա գործում է նաեւ այլ կերպ։ Լինում են պահեր, երբ ինձ մոտ աղոթելու ցանկություն է առաջանում, եւ ես թույլ եմ տալիս Աստծուն աղոթել իմ միջոցով։ Քանի որ աղոթքի ոչ մի հստակ ուղղություն չեմ ունենում, ես սկսում եմ աղոթել, ինչ գալիս է իմ մտքում։ Աղոթում եմ այնպիսի իրավիճակների համար, որոնք Աստծո միջամտության կարիքն ունեն։ Երբեմն այդ աղոթքներն ինձ շատ ծանր են թվում, որովհետև իմ հոգին ինձ չի օգնում։ Թվում է, թե ես պայքարում եմ։ Այդ դեպքում անցնում եմ մեկ այլ կարիքի համար աղոթելու, ինչին տեղյակ եմ։ Այսպես եմ վարվում այնքան ժամանակ, մինչև որ Սուրբ Հոգին միանա ինձ։ Երբ դա տեղի է ունենում, ես հասկանում եմ, որ հենց դրա համար է Սուրբ Հոգին ուզում, որ ես աղոթեմ։ Այսպիսով իմ միտքն ու հոգին համագործակցում են, օգնելով միմյանց իրականացնելու Աստծո կամքը։ Լեզուներ, թարգմանություն եւ մեկնաբանում։ Հետևաբար նա, ով խոսում է անհայտ լեզվով, պետք է աղոթի կարողանալու համար այն թարգմանել եւ բացատրել, թե ինչ է ասում։ Եթե ես աղոթում եմ անհայտ լեզվով, իմ հոգին իմ մեջ բնակվող Սուրբ Հոգով է աղոթում, բայց իմ միտքն անպտուղ է, այն ոչ մի պտուղ չի բերում եւ ոչ ոքին օգուտ չի տալիս։ Կորինթացիների առաջին թուղթ 14:13 եւ 14 խոսքեր Amplified թարգմանությունից։ Հոգու եւ մտքի համատեղ աշխատելու եւ միմյանց օգնելու մեկ այլ օրինակ է նաեւ լեզուներով աղոթելու եւ լեզուների թարգմանության պարգևը։ Եթե դուք ծանոթ չեք Սուրբ Հոգու պարգևներին, ապա խորհուրդ եմ տալիս Աստվածաշնչով ուսումնասիրել դրանք։ Աղոթեք եւ խնդրեք Աստծուն Սուրբ Հոգու բոլոր գերբնական պարգևների համար։ Նրան խնդրեք նաեւ առաջնորդել ձեզ դեպի այն օրհնությունները, որոնք կօգնեն ձեզ սովորելու եւ դրանք լավ հասկանալու գործում։ Սկսեք Կորինթացիների առաջին ուղերձի 12, 13 եւ 14 գլուխներից։ Երբ ես աղոթում եմ Սուրբ Հոգու լեզուներով, իմ միտքն անպտուղ է մնում, մինչև որ Աստված ինձ կամ մեկ ուրիշին տա այն բացատրությունը, որի համար ես աղոթում եմ։ Միայն այդ ժամանակ է իմ միտքն արդյունավետ դառնում։ Խնդրում եմ հիշեք, որ տարբեր լեզուներով, անգլերեն, ֆրանսերեն եւ այլն խոսելն ու թարգմանություններ անելը պարգևներ չեն։ Օտար լեզուներից թարգմանությունը բառացի փոխանցումն է, իսկ մեկնաբանությունն իրենից ենթադրում է Սուրբ Հոգու լեզուներով աղոթքի իմաստի փոխանցումը իր ոճով մոտ նրան, ով մեկնաբանում է։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Քույր Սմիթը կարող է ոտքի կանգնել եկեղեցական հավաքույթի ժամանակ եւ ինչ-որ մի բան ասել Սուրբ Հոգու լեզուներով։ Այդ պատգամը նրան տրվում է հոգուց, եւ ոչ նա, ոչ էլ ուրիշ մեկը չեն հասկանում ասվածից ոչ մի խոսք։ Աստված կարող է ինձ երբեմն հասկացնել այդ պատգամի ընդհանուր իմաստը։ Ես հավատքով սկսում եմ մեկնաբանել նրա ասածը, այդ լուրը հասկանալի դարձնելով բոլորին։ Այդ մեկնաբանումը կարող է ինձ բնորոշ ձևով հնչել։ Սուրբ Հոգու լեզուներով աղոթքն ու դրա մեկնաբանումը մեզ թույլ են տալիս հասկանալ հոգուն աջակցող մտքի սկզբունքը։ Հոգին ինչ-որ բան է ասում, իսկ միտքն այն դարձնում է հասկանալի։ Պատկերացրեք, եթե քույր Սմիթը խոսեր Սուրբ Հոգու լեզուներով, իսկ Աստված փնտրեր մեկին, ով կմեկնաբաներ։ Նա ստիպված պետք է շրջանցեր ինձ, եթե իմ միտքը զբաղված լիներ բոլորովին այլ բաներով եւ ես չկարողանայի լսել։ Նույնիսկ եթե Աստված փորձեր ինձ մեկնաբանություն տալ, ես այն չէի կարողանա ընդունել։
Երբ դեռ նոր էի Տիրոջ մեջ եւ փորձում էի յուրացնել հոգու պարգևները, ես գրեթե միշտ աղոթում էի միայն լեզուներով։ Որոշ ժամանակ անցնելուց հետո իմ աղոթքի կյանքն ինձ շատ ձանձրալի թվաց։ Ես խոսեցի Տիրոջ հետ այդ մասին։ Նա ինձ բացատրեց, որ ձանձրանալուս պատճառն այն է, որ ես չեմ հասկանում իմ աղոթքների իմաստը։ Եվ թեպետ գիտակցում եմ, որ ոչ միշտ պետք է հասկանամ աղոթքներս, նաև սովորել եմ, որ միայն Սուրբ Հոգու լեզուներով աղոթելով չեմ կարողանա մնալ հավասարակշռության մեջ եւ անպտուղ կլինեմ, եթե երբեք ոչ մի մեկնաբանություն չունենամ։ Խաղաղ, սթափ միտքը։ Դու կպաշտպանես նրան եւ կպահես նրան կատարելության մեջ եւ հաստատուն խաղաղությամբ նրա մտքերը, նրա ցանկությունը եւ նրա բնավորությունները կպահես քեզանում, որովհետև նա կախված է քեզնից, վստահում է քեզ եւ նրա միակ հույսը դու ես։ Եսայի 26:3 Amplified թարգմանությունից։ Հուսով եմ այս օրինակները ցույց տվին ձեզ, որ ձեր միտքն ու հոգին համագործակցում են եւ երկուսն էլ սերտորեն կապված են միմյանց հետ։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի ձեր միտքը միշտ մնա լավ վիճակում։ Հակառակ դեպքում այն չի կարողանա գործակցել ձեր հոգու հետ եւ օգնել ձեզ ապրելու հոգեվոր լի կյանքով։ Իհարկե սատանան տեղյակ է այս փաստի մասին, այդ պատճառով էլ հարձակվում է ձեր մտքի վրա, իրական պայքար ստեղծելով պատերազմի դաշտում, որը ձեր միտքն է։ Նա ցանկանում է հոգնեցնել ձեզ, ձեր գլուխը լցնելով տարբեր տեսակի սխալ մտքերով, որպեսզի այն միշտ զբաղված լինի եւ խանգարի Սուրբ Հոգուն, որ նա գործի ձեր մարդկային հոգու միջոցով։ Միտքը հարկավոր է պահել հանգիստ վիճակում։ Ինչպես ասում է Եսայի մարգարեն, երբ միտքը կենտրոնանում է ճիշտ բաների վրա, ապա նրանում կթագավորի խաղաղությունը։ Միտքը նաև պետք է սթափ լինի, իսկ դա անհնարին է դառնում, երբ այն լի է ոչ պետքական մտքերով։ Մտորեք այն հարցի շուրջ, թե որքան ժամանակ է ձեր միտքը լավ վիճակում։